Բարև ձեզ, հարգելի ընկերներ, բարև երկիր, բարև ազգ։ Այսօրվա զրույցը ինտելեկտուալ զրույց է լինելու, խելքին զոր տալու զրույց է։ Եվ ինչքան գնում ես այնքան հասկանում եմ, որ բավականին շատ բարդ բաներ կարելի է խելքին զոր տալով հասկանալ, մի երկու բան հետևողական ձևով սովորելով հասկանալ։ Եվ այսօր մենք կքննարկենք, կփորձենք հասկանալ, թե որն է աշխարհի լավագույն սահմանադրությունը։ Կարելի է տարբեր կրիտերիաներ մտածել, որ սահմանադրությունն է մարդու իրավունքների առումով լավ, կառավարման առումով լավ, ու ընդհանրապես կարելի է մտածել, ընդհանրապես ինչներից է պետք է մարդ այս հարցի պատասխանը։ Հենց թեկուզ նրա համար, որ այդ սահմանադրության վրա են հիմնվում բոլոր օրենքները երկրում, այդ սահմանադրության վրա են մարդիկ պարտական ինչ-որ բան կամ պարտավորված ինչ-որ բան անել, այդ սահմանադրության վրա են ձեր երեխեքին բանակ տանում, այդ սահմանադրության վրա են ձեզ պարտադրում կամ հակառակը դուք եք պահանջում ինչ-որ փոխադարձ պարտավորվածություններ։ Ուզում եմ դրա մասին խոսամ ու դա կարևոր է, դա շատ կարևոր է։ Եվ եթե այս երկրում ընդամենը 10-15 կամ 20 մարդ է լինելու, ում սա հետաքրքրում է, ապա այդ 20 հոգին սովորելու, իմանալու, հենց հիմա 24 հոգի է հետևում լայվին, բայց կարծում եմ դեռ կավելանա, նոր ենք սկսել, որն է աշխարհի լավագույն սահմանադրությունը։ Այդ ոնց որոշենք։ Ինչից է այս հարցը եկել ինձ մոտ, հաճախակի ինձ լավ ծանոթ, ինձ մոտիկ մարդիկ, կարծես արդեն բան են դարձրել, ստերեոտիպ են դարձրել, որ դե Հայկը ասում է, որ ամերիկյան սահմանադրություն նկատի ունի, Հայկը ինչ օրինակ բերում է Ամերիկայի կառավարման մոդելից, Ամերիկայի կենսակերպից, կարծես թե Հայկը էլ բան ու գործ չունի, ու տենց կամ չգիտեմ, Հայկի ճաշակը սահմանադրությունների մեջ կամ հասարակարգերի մեջ կամ իրավակարգերի մեջ կամ քաղաքական եւ պետական կարգերի մեջ Ամերիկան է դուրն եկե Ամերիկայի աս։ Բայց դրա համար օբյեկտիվ հիմքեր կան, չափելի, որոշելի, որոնց մասին ես ուզում եմ դուք իմանաք, հարգելիներս։ Ինչու, որովհետև շատ դեպքերում մարդիկ իրանց չհասկացածը փորձում են հիմնավորել դիմացինի թերի բացատրածով։ Տենց բան կա։ Դու լավ չես բացատրել, ոչ թե ինքն է դեբիլ, որ չի հասկանում, բայց մարդկանց մեծ մասը իհարկե դեբիլ չեն, մարդկանց մեծ մասը հասկանում են, ուղղակի իրանք հասկանում են, ինչ իրանց հետաքրքիր է, մարդկանց մեծ մասին հետաքրքիր չի, ինքը կարա կոնկրետ ասի, օրինակ, բանակ փողով կարելի է բանակից ազատվել, սա ազգի դեմ է, բայց որ ասես, լսի, հիմքերը որն են բացի քո այդ զուբրի տարած սովորույթից, հիմքեր ունես փողով ազատվելու դեմ կամ հակառակը հիմքեր ունես փողով ազատվելուն կողմ բանակից, այդ մարդը չի կարա խոսա, չի կարա ասի, այնինչ ամեն ինչ շատ ավելի հեշտ է, բայց մի խոսքով այսքան նախաբանը նրա մասն է, որ սահմանադրությունը իմանալ կարևոր է, հասկանալ սահմանադրությունը կարևոր է, վերջին հաշվով ձեր հերն անիծում են հետ այդ սահմանադրությամբ, եւ եթե դուք երկրի ներսում ինչ-որ մեկի հերը պիտի անիծեք ու դրանից հետո չբանտարկվեք, ապա դա միայն լինելու է սահմանադրական պաշտպանությամբ, ուրիշ ձև չկա։ Այս հաղորդումը շատ լավ կլինի նաև մասնագետներին, իրավաբաններին, նրանք էլ ահագին բան կհասկանան, թե որն է լավագույն սահմանադրությունը։ Հիմա տեսեք, վերցնենք բժշկությունից։ Բժիշկը մի ռեցեպտ է գրում հիվանդին, ասում է գնա այս ռեցեպտով լավացի։ Պացիենտը գնում է, լավանում է կամ չի լավանում։ Լավագույն տարբերակում լավանում է։ Հիմա հարց, արդյոք այդ ռեցեպտի մեջ բոլոր դեղերն էին անհրաժեշտ։ Միգուցե 4 դեղ է գրել, որից 2-ը իրեն արդեն կբուժեին, կլավացնեին։ Իսկ այն եւս 2 դեղը, որ ավելորդ է նշանակված, միգուցե պետք չէին, անիմաստ ծախսեր էին, կամ ծախսեր էին, որի արդյունքում բժիշկը հատկատ է ստանում, այսինքն կողմնակի եկամուտ է իրան ապահովում։ Ինչ գիտեք։ Դուք ինչ գիտեք տվյալ ռեցեպտը, որ ձեզ գրված է, արդյոք լավն է թե վատ։ Մի տարբերակ վերջում տենում ես լավացար թե չէ, ես էլ է տարբերակ։
բայց կարող է լավանում ես, բայց եւ այնպես ավելի թանկ գնով, քան կարելի էր լավանալ։ Հիմա պատկերացրեք մի իրավիճակ, որտեղ դուք նստած եք բժշկի հետ կոնսուլտացիայի ու ձեր մեջքին թիկունքում հիվանդի հարազատի փոխարեն կամ հենց հիվանդի հարազատը շատ ուժեղ բժիշկ է։ Բժշկական գիտելիքներ ունի, ասենք ես եմ գաստրոենտերոլոգի, դուք էլ գնացել եք ռևմատոլոգի մոտ, հոդերի մասնագետի մոտ, ու ձեր մեջքին ես կանգնած եմ։ Ու ձեր փոխարեն կամ միգուցե ձեզանից հետո ես եմ հարցեր տալի ռևմատոլոգին, ես եմ նրանից ստանում պատասխանները, հիմնավորվածությունը իր նշանակումների, պետք է եղած տեղնել ձեզ բացատրում եմ երկու բառով ավելի շատ ու ավելի մանրամասն, թե ինչ տեղի ունեցավ ռևմատոլոգի արած աշխատանքի եւ նշանակված դեղատոմսի այդ գործընթացում։ Ինչ էր։ Որ դեպքում է ձեր ռեցեպտը ավելի լավ։ Հələ մտածեք։ Երբ որ դուք եք եւ դիմացը բժիշկ, թե երբ որ դուք եք ու ձեր թիկունքին կա կանգնած մեկ այլ բժիշկ։ Որ դեպքում է բիզնեսմենը գործարքներ կնքելուց ավելի լավ, երբ որ ինքն է կամ գնորդը, հա, գնացել եք շուկայից ինչ-որ բան առնելու, ուսապարկ առնելու, գլխարկ առնելու, կոշիկ առնելու։ Որ դեպքում եք դուք ավելի ձեր առևտուրը ավելի հաջող, երբ որ ձեր հետ է նաև մեկ ով շուկան ամբողջությամբ տիրապետում է, ամբողջ գները, ինքնարժեքը, խարդախությունները, որակը, այդ ամեն ինչին տիրապետում է։ Եվ ձեզ հանդիսանում է կոնսուլտանտ, առնվազն կոնսուլտանտ։ Թե երբ որ դուք եք ու չէ ձեր 4 գլուխը ու գնացել եք շուկայում ինչ-որ բան առնելու, որ դեպքում եք դուք ավելի պաշտպանված։ Որ դեպքում է ձեր նախագիծը, ասենք տան, ուզում եք տուն սարքեք, դիմել եք ինչ-որ ճարտարապետի եւ պատկերացրեք այդ ճարտարապետին տված հատակագծի քննում է, ստուգում է մի ուրիշ ճարտարապետ, ոչ պակաս ճարտարապետ։ Այստեղ կարող եք հարց տալ, բա ինչի է ձեր հարազատը չի մի անգամից բուժում կամ այդ նախագիծը գծում, ու ենթադրենք լիցենզիա չունի, հա, ասենց ասեմ։ Գիտի, բայց լիցենզիա չունի։ Այսինքն թույլտվություն չունի։ Ուրիշ երկրում է աշխատում ինքը։ Հիմա ձեր երկրի օրենքը պահանջում է, որ ձեր երկրում պետք է այդ ամեն ինչը հաստատվի։ Ինքն էլ կողքից ձեզ օգնում է։ Իրավաբանը, պատկերացրեք իրավաբանով, շատ լավ իրավաբանով իր իրավունքների համար կամ իր դատական հայցը առաջ տանելու համար աշխատող քաղաքացի եւ առանց իրավաբանի ինքն ու իր ընդհանուր գիտելիքները, որ դեպքում է ավելի որակով, ավելի երաշխավորված որակով լինում ձեր գործի հաջողությունը, ձեր գործի առաջ գնալը։ Այս կետի վրա եմ ուշադրություն դարձնել եւ պատկերացրեք մի երկիր, որտեղ սահմանադրություն է գրվում, հիմա եկանք մեր թեմային, որտեղ սահմանադրություն է գրվում, որը ամեն ինչ է կարգավորելու երկրում։ Եվ քանի որ երկրի ժողովրդի ազգի 99%-ը միշտ լինելու են սովորական քաղաքացի, 1%-ը լինելու է իշխանություն, նույնիսկ ավելի քիչ 0.1% ասենք։ 1%-ը լինելու է իշխանություն, 99%-ը միշտ լինելու են քաղաքացի։ Այսինքն նույնիսկ նրանք, ովքեր այսօր իշխանություն են, նրանց երեխաներն են վաղը լինելու քաղաքացի, կամ հենց իրենց արդեն մի քանի տարի կամ մի քանի տասնյակ տարի հետո լինելու են սովորական քաղաքացի։ Հետևաբար, եթե գրվում է մի երկրում սահմանադրություն, լավագույն սահմանադրությունը նա կլինի, որը քաղաքացիների համար է լավ, ոչ թե իշխանությունների համար։ Լավ կլինի, որ բոլորի համար լավը լինի, իհարկե։ Ահա որ դեպքում ավելի որակով։ Ու պատկերացրեք մի երկիր, որտեղ սահմանադրություն է գրվում, օրինակ Հայաստանի Հանրապետությունը վերցնենք, որտեղ սահմանադրություն է գրվում, կապ չունի 95 թվին է գրվում, 2005 թվին է գրվում, 15 թվին է գրվում, թե 2025 թվականին է գրվում, սահմանադրություն է գրվում եւ ձեր թիկունքում կանգնած է ոչ թե մի իրավաբան, ոչ թե մի սահմանադրագետով ձեր կողմից է հանդես գալու, այլ կանգնած է մի ողջ պետություն։ Իր իրավաբաններով, սահմանադրագետներով, տնտեսագետներով, բանակով,
կառավարությամբ, պարլամենտով, պատկերացնում եք սենց մի բան։ Պատկերացրեք ինձ համար սահմանադրություն են գրում Հայաստանի Հանրապետություն 2025 թվական։ Ու իմ թիկունքում կանգնած է ոչ թե այն պետությունը, որը գրում է, այսինքն այն իշխանությունը, որ գրում է, կանգնած է բոլորովին այլ մի պետություն, որը բացառապես իմ կողմից է, իմ շահերն է այդտեղ պնդում։ Սենց մոդել պատկերացնում եք։ Կարող եք ասել, սենց բան հնարավոր չի, սա ուտոպիա է, բայց ես կշարունակեմ ձեր կարծիքով այս ուտոպիան։ Ահա, եթե աշխարհում լիներ մի սահմանադրություն, որը գրողները զգուշանային, որ այնտեղ ոչ թե մարդիկ են, գյուղացիներ, շինականներ, բանվորներ, բժիշկներ, ինժեներներ, տաքսիստներ, ուսուցիչներ եւ այլն, որոնք իրենց մասնագիտականը միգուցե լավ գիտեն, այ բայց իրավագիտությունն ու սահմանադրագիտությունը նրանք ինչ իմանան դա ինչ է։ Այլ պատկերացրեք, որ այդ մարդկանց թիկունքում մի պետություն, օրինակ, Հայքի թիկունքում ենթադրենք կանգնած է Շվեյցարիան։ Ով է հիմա։ Մագագիշյան։ Մագագիշյանի թիկունքում կանգնած է ենթադրենք Իտալիան։ Սվետա Դավթյան, Սամվել Հակոբյան։ Մեկի թիկունքում Գերմանիան է կանգնած, մեկի թիկունքում ենթադրենք կանգնած է, ով ասեմ, Նոր Զելանդիան։ Հələ պատկերացրեք։ Ավստրալիան, Սինգապուրը, Բրազիլիան, Արգենտինան, ամեն մեկի թիկունքում մի պետություն է կանգնած, ու այս բոլոր պետությունները եկել են կոնկրետ, ասում են ընենց կգրեք սահմանադրությունը, որովհետև ստե յուրաքանչյուրի թիկունքում մենք կանգնած ենք, հանգարց Հայկին, Վալերիին, չգիտեմ, Սվետային, Մագային, հանգարց չխափեք, չգցեք, հանգարց ստից չքյոլմստեք, ձեր ուզածը առաջ տանեք։ Պատկերացնում եք այսպիսի իրավիճակ, հարգելիներս։ Ու պատկերացնեք, թե այդ դեպքում սահմանադրություն գրողները ինչ որակի սահմանադրություն կգրեին։ Ուտոպիստական է թվում, բայց պատկերացրեք։ Եթե յուրաքանչյուր ժողովրդի կամ յուրաքանչյուր գյուղի, յուրաքանչյուր քաղաքի թիկունքում կանգնած լիներ մի ամբողջ պետություն։ Ու այդ պետությունը այդ սահմանադրության մեջ իր դիտողություններ աներ, իր պահանջները ներկայացներ։ Ասել միջև սենց չգրես, իմ քաղաքացին, ոչ թե ձեր քաղաքացին, որը իմ հովանավորության, խնամակալության տակ է, չի համաձայնվի։ Պատկերացնում եք այսպիսի վիճակ։ Արդյոք դա չէր լինի աշխարհի լավագույն սահմանադրությունը։ Խնդրում եմ, ձեր կարծիքը հայտնեք, գրեք ձեր կարծիքը։ Արդյոք դա չէր լինի աշխարհի լավագույն սահմանադրությունը։ Երբ որ ամեն գյուղի, ամեն քաղաքի, ամեն քաղաքացու թիկունքին նրա շահերը այդ սահմանադրական ժողովում կներկայացնեին ոչ թե իրենք, ոչ մասնագետ լինելով, կամ այնտեղ ներքին պայմանավորվածություններով իրար գլուխ հավաքված ինչ-որ իշխանությունների շայկա, կամ չգիտեմ, խումբ, այլ այդ մարդկանց իրավունքները, այդ մարդկանց համար լավագույն շահը կներկայացներ մի ամբողջ պետություն։ Իր ամբողջ պետական ռեսուրսներով, կրկնում եմ, կառավարությամբ, պարլամենտով, սահմանադրագետներով, իրավաբաններով, մի ամբողջ պետություն կներկայացներ առանձին վերցած մարդու կամ առանձին վերցած գյուղ կամ քաղաք։ Պատկերացնում եք։ Ես ասում եմ, դա աշխարհի լավագույն սահմանադրությունը կլիներ։ Եթե ոչ թե մի կողմում նստած է սահմանադրական ժողով, մի կողմում նստած է սահմանադրական ժողով, կամ իշխանություններ, կամ Նիկոլ Փաշինյան իր արդարադատության նախարարով, կամ Դանիել Յոհաննիսյան, ասենց մի խումբ նստած է։ Ու այս կողմում մենք ենք, որ ոչինչ չենք հասկանում այդ գործից։ Ինչ գրեն։ Մնում է գան ստից համոզենք, չորմստենք, գնանք քվեարկենք, որ կողմ ենք։ Այս դերքը չի։ Էլի է Դանիել Յոհաննիսյան, Նիկոլ իր արդարադատության նախարար, ասած մի խումբ հավաքվել գրում են, բայց մեր կողմից հանդես է գալի, ամեն մեկից կողմից մի պետություն է հանդես գալի,
Աշխարհի մի հզոր կամ ոչ այնքան հզոր մի պետություն իր ամբողջ ռեսուրսներով սպասարկում է մեր շահը այդ հարցում։ Ես կարծում եմ դա կլիներ աշխարհի լավագույն սահմանադրությունը, եւ ես կարծում եմ, եթե աշխարհում գրված լիներ այդպիսի սահմանադրություն, ապա մենք անպայման պետք է այդ սահմանադրությունը ուսումնասիրեինք առաջին հերթին ու վերջին հերթին։ Ամենայն մանրամասնությամբ պիտի ուսումնասիրեինք, որպեսզի հասկանայինք, թե լավագույն ձևը դրսևորումը ինչպիսին է լինում սահմանադրություն գրելու։ Հիմա եկանք հասանք այն կետին, որ ինձ մեղադրում են կամ չեն մեղադրում, ինձ փորձում են ընկալել այտենց էլի դե հայկը ամերիկյան սահմանադրությունն է, անընդհատ վկայակոչում։ ԱՄՆ սահմանադրությունը այդ իդեալական սահմանադրությունն է, եթե կարելի է դրան իդեալական անվանել։ Գիտեք ինչու։ Որովհետև երբ որ այդ սահմանադրությունը գրվում էր, 13 state, 13 պետություն այդ գրողներին պատվեր էին իջացրել ու պահանջում էին, որպեսզի դա լինի լավագույն դրսևորումը իրավակարգի, պետական քաղաքական կարգի եւ հասարակարգի։ Ահա ԱՄՆ սահմանադրությունը իրոք գրվել է հենց այդպես։ Այն ինչ թվում է ուտոպիա, ուտոպիա չի։ Կային 13 անկախացած պետություններ, Անգլիայից անկախացած 13 նահանգ։ Այդ 13 նահանգները, որոնք տեղակայված էին Ամերիկայի, այսօրվա Ամերիկայի արևելյան ափերին, 13 նահանգները դարձել էին ամեն մեկը մի պետություն, իր պրեզիդենտով, իր կոնգրեսով, իր բանակով, որ այն ժամանակ աշխարհազորից էր ձևավորվում։ Եվ այս 13 պետությունները հավաքվեցին մի ընդհանուր սահմանադրություն գրելու բոլորի համար։ Բայց ամեն մեկը պահանջում էր, որ իր իրավունքները ամենալավը ձևով հարգվեն, որ իր կառավարումը ամենադեմոկրատական ձևով իրականանա եւ ամենաարդյունավետ ձևով, եւ որ իր քաղաքացիները լինեն ամենահարմար, ամենակոմֆորտ, ամենառեալիզացված ազատության միջավայրում։ 13 պետություն տեր են կանգնե 5 միլիոն ժողովրդի, սկզբում 3 միլիոն էին, ժամանակի ընթացքում դարձան 5 միլիոն։ 3-ից 5 միլիոն ժողովրդի 13 պետություն պահանջել են, որպեսզի մի նոր, բոլորովին նոր պետության համար, որը արդեն Միացյալ Նահանգներն էին, որտեղ ամեն 13 պետությունից ամեն մեկի պրեզիդենտը դառնում էր նահանգապետ, կոնգրեսը դառնում էր նահանգային կոնգրես, պարլամենտը, ու բոլորը հավաքվում էին մի մեծ ֆեդերացիայի, իրենց խոսքերով ասած, մի մեծ միության մեջ էին հավաքվում, բայց ամեն մեկի մեջքին կանգնած է եղել մեկ նահանգ։ Պատկերացրեցիք ինչպես է գրվել այդ սահմանադրությունը։ Այդ ուտոպիստական մոդելը 250 տարի առաջ կյանքի է կոչվել։ Հենց այդպես էլ արվել է։ Ու այսօրվա Ամերիկայի սահմանադրություն, որին ես հաճախ եմ հղում անում, հենց այդ սահմանադրությունն է։ Ինչ էլ գրեք, չեք կարա հաշվի չառնեք ընդ ինչա գրած, որտեղ ընդ քաղաքացու շահերը պաշտպանում էին ոչ թե գեղերից ընտրված բաները, ներկայացուցիչները, ասենք, պարլամենտորները, այլ պաշտպանում էր մի ամբողջ state, անգլերեն state նշանակում է հայերեն պետություն, որը հետո թարգմանվեց ռուսերեն state-ը շտատ։ Մեկնաբանություններ կա, մեկնաբանություններին հիմա չեմ կարող անդրադառնալ, որտեղ լավ չի, չեմ կարող լավ թերթեմ։ Ուրեմն ժողովուրդ հիշեք, խնդրում եմ, ինձ Ամերիկան չի, գեր է, այսօրվա Ամերիկան ուղղակի բախտը բերել է, որ ունեցել այնպիսի հիմնադիր հայրեր, ինչպիսին չեն ունեցել, ասենք 90-ականների հետսովետական երկրները, չի ունեցել Ռուսաստանը, չի ունեցել Գերմանիան, չի ունեցել ցավոք սրտի Ֆրանսիան։ Այսօրվա Ամերիկայի բախտը այդքանով է բերել։ Եվ այդ մարդիկ
գրել են մի սահմանադրություն, որին համաձայնություն են տվել, որին ուղղորդել են 13 իրարից անկախ պետություն, իրարից տարբեր 13 պետություն, որոնք միասնական պայքարում ազատագրվել էին անգլիական թագավորության իշխանությունից, գերիշխանությունից ու իրենց սեփական ինքնիշխանությունն ու գերիշխանությունն էին հաստատում ամեն մեկը իր տարածքների վրա։ Եվ այս ամեն մեկը տերականգն է, որ այդ սահմանադրությունը գրվի այնպես, որ իր քաղաքացիներին հարմար լինի։ Նրանց մեկ ա եղել, չգիտեմ, այն մյուս նահանգի քաղաքացիները ոնց կվերաբերվեն դրան։ Իրան պետաքրքիր է իր քաղաքացիները։ Այսինքն այդ նույն մոդելն է Մանասյան Հայկի մեջքին։ Մի բանա պետությունա կանգնած, Շիրակցու մեջքին մի պետությունա կանգնած, Արցախցու մեջքին մի պետություն, Սյունեցու մեջքին մի պետություն, չգիտեմ, Սևանցու մեջքին Դիլիջանցու մեջքին մի պետություն, Լոռեցու մեջքին մի պետություն, ամեն մեկի մեջքին կանգնած է մի պետություն։ Ու այս պետություններն իրենց ամբողջ ռեսուրսով հետևում են, թե այնտեղ ինչա գրվում։ Հիմա Հայաստանում սահմանադրություն է գրվում, դուք գիտեք, երևի թե գիտեք, որ գրվում է։ Գիտեք ինչա գրվում։ Ոչինչ չգիտեք։ Նույնիսկ չգիտեք լինելու է նախագահական թե պարլամենտական կառավարման համակարգ։ Նույնիսկ դա մի բան գիտեք, որ Ալիևի պահանջով նախաբանից հանվելու է 90 թվականի հռչակագրի մասին հղումը։ Սո, մենակ դա գիտեք։ Ուրիշ բան գիտեք, չգիտեք։ Ձեր ներկայացուցիչները, падգամավորները գիտեն, չգիտեն։ Իրավաբանության լավագույն մասնագետները հանրապետությունում, եթե բարեկամ ունեք, հարցրեք։ Եթե ձեր ընկերն է, հարցրեք։ Գիտեն ինչա գրվում, չգիտեն։ Ով գիտի ինչա գրվում։ Իսկ պատկերացրեք, եթե դրա փոխարեն մի հատ պետություն ընդեղից ասելու լիներ, հələ մի հատ ասա թե ինչ ես գրում ընկեր։ Վերջը ես պետք է չէ վավերացնեմ։ Նահանգները, ամեն նահանգ պիտի վավերացներ այդ գրվածը։ Ահա թե ինչու։ Մոտ փորձենք ամփոփել։ Ահա թե ինչու։ Իրավունքների բիլում նախագծում, որ սահմանադրության տակից ավելացրեցին առաջի լրացումները, որը մենք այսօր ասում ենք մարդու իրավունքներ, իրականում մարդու իրավունքները չեն։ Զենքի իրավունքը, ազատ խոսքի իրավունքը, զորքերը սեփական տարածքում, մարդու սեփականության, մարդու չէ, սուբյեկտի սեփականության տարածքում զորքեր չտեղակայելու արգելքը, մամուլի ազատությունը, դավանանքի համոզմունքների ազատությունը։ Այս ամեն ինչը գրված չի եղել մարդու համար, գրված է եղել նահանգի համար։ Եթե ուշադիր կարդաք, կհասկանաք։ Հետագայում Գերագույն դատարանի ԱՄՆ Գերագույն դատարանի որոշումներով, այսինքն տասնամյակներ եւ 100-ամյակներ անց, Գերագույն դատարանի որոշումներով մեկնաբանվեցին, որ այդ դրույթները, այդ լրացումները իրավունքների վերաբերվում են ինչպես նահանգին, այնպես էլ քաղաքացուն, նույնիսկ մարդուն, ով քաղաքացի չի, վերաբերվում են մարդուն եւ քաղաքացուն։ Դա հետագայում արդեն, բայց այդ օրը, երբ որ սահմանադրություն էր գրվում, զենքի իրավունքը նահանգինն էր, աշխարհազորի իրավունքը նահանգին էր, մամուլի ազատությունը նահանգինն էր, դավանանքի ազատությունը նահանգինն էր, ոչ թե քաղաքացուն։ Այսինքն նահանգները 13 պետություն, ամեն մեկը որպես մի մարդ իր պահանջն է ներկայացրել սահմանադրական ժողովին եւ ասել անենց կգրես, որ ինձ հարմար լինի։ Իսկ պատկերացնում եք, չէ՞, մի պետության, այդ մի նահանգի մեջ ինչքան իրավաբան կա, ինչքան պատերազմի հերոս կա, ինչքան բիզնեսմեն կա, ինչքան օլիգարխ կա, ինչքան հարուստ կա, ինչքան ստրկատեր կա, ինչքան բանը գործարանի կամ չգիտեմ, ֆակտուրաների, ֆաբրիկաների տերեր կան։ Պատկերացնում եք, ինչ կա։ Ու մի բան էլ շատ կարևոր է, որ հաճախ հիշեցնում են, ասում են, դե գիտեք, դա հարուստներն են, այսինքն ընտրելու իրավունք բոլորը չունեին, ընտրելու իրավունք ունեին միայն տղամարդիկ, ովքեր հարկատու էին։ Յանի ուզում ասի դա այդքան էլ ժողովրդավարական չէր,
մի քիչ խոսքը երկարում է, բայց սրա մասին երկու բառով ասեմ, որ այո, ընտրելու իրավունք ունի հարկատուն ըստ էության։ Բա ոնց կարա թոշակ ստացողը, օրինակ, որը մենակ թոշակ է ստանում, ոչ մի ուրիշ բան չի անում։ Նա ոնց կարա գնա ընտրի, թե ինչքան թոշակ ինքը պետք է ստանա։ Իրանով լինի $1 միլիոն թոշակ պետք է ստանա։ Նա կարա գնա տենց ընտրություն անի։ Այդ թոշակառուին պահողը պետք է գնա որոշի, թե ինքը ինչքան գումար կարա տա, որ այդ մարդը թոշակ ստանա։ Մի օրինակ։ Այսինքն հարկատունը քաշում ցավը, բեռը կրում այդ երկրի, դրա համար էլ հարկատուն պետք է ասի, ով լինի երկրի ղեկավար։ Սա մի հատ առանձին խոսակցություն է, որ ես անպայման կանդրադառնամ, որովհետև մեր օրերին շատ է նման։ Զինվորականը, որ կռվում է պատերազմում, նա կարա ասի, ով պետք է լինի երկրի գերագույն գլխավոր հրամանատար։ Չկռվողը, ո՞նց կարա այդ դրա համար կանայք չեն ընտրել։ Կանայք չեն ընտրել դրա համար, որովհետև պատերազմի մասնակից եղել է տղամարդը։ Այսինքն նույնիսկ եթե այդ տղամարդը օրինակ հարկատու չի, բայց պատերազմել է, ինքը ընտրում է, ինքը քվեարկում է։ Եթե հարկատու է, ինքը երկիր է պահում։ Հետո ապացուցվեց, որ կանայք ոչ պակաս ներդրում ունեն երկրի կենսունակության, հարստության, զարգանալու համար, հետո կանայք էլ ներգրավեցին։ Ու 18 տարեկաններից սկսած ներգրավեցին, որովհետև 18 տարեկանից սկսածները մասնակցում էին բանակում պատերազմների։ Ես էլ ավելի ուշ լրացումներ են։ Այսինքն, երբ որ սահմանափակ թվով մարդիկ են քվեարկել, ոչ բոլորը, որովհետև օրինակ այսպիսի հիմնադիր հայրերի մոտ այսպիսի սկզբունք է եղել ուշադիր։ Ասեն այդ քաղաքացիներին ուշադիր։ Քաղաքացիներին չի կարելի համընդհանուր քվեարկելու իրավունք տալ։ Գիտեք ինչու։ Ասել դե որտեղ դե մի ծառուկյան գագիկ կա, որը ունի ենթադրենք 1000 հոգանոց գործարան։ Այդ 1000 հոգին, որ աշխատում են ծառուկյան գագիկի մոտ, գնալու են ու ծառուկյան գագիկի ուզածով ընտրեն։ Նրանք իրանց սեփական ձայնը չունեն, սեփական կարծիքը չունեն։ Նրանք վախենալու են, որ ներողություն իհարկե Գագիկ Ծառուկյանի օրինակը բերելու համար կարամ ուրիշ բան օրինակ բերեմ, ասենք ինչ ասեմ։ Սամվել ինչա՞։ Այ մամա ջան, մի խոսքով։ Ասենք թե Երևան City-ի աշխատողները։ Հիմնադիր հայրերն ասում են Երևան City-ի աշխատողներին դու ես թույլ տալի գնան ընտրություն անեն։ Ուր ես թույլ տալի նա քվեարկի։ Նա գնալու է իր շեֆի համար քվեարկի, պարզ չի։ Որովհետև նա վախենալու է, որ կարան իրան գործից անեն, եթե ինքը այլ համոզմունքների տեր լինի։ Նես չի, որ Ամերիկան սրբերն են հիմնադրել եւ զարգացրել։ Մեր վիճակից տասնապատիկ ավելի այլանդակ վիճակ ա եղել այնտեղ։ Ժողովրդավարության, հանցագործության, կոռուպցիայի, ընտրակաշառքների, ընտրախախտումների առումով։ Մեր վիճակից տասնապատիկ ավելի սարսափելի վիճակ է եղել։ Բայց սկիզբը հիմնադիր հայրերը էս է եղել, ասլան գեր, դու ոնց ես քաղաքացուն, այսինքն համատարած ընտրելու իրավունք տալի։ Գնա ֆերմերին իրավունք տուր ընտրելու, որովհետև ֆերմերը ինքը իր մոտ է աշխատում։ Ինքը հարկատու է, ինքը իր մոտ է աշխատում։ Ինքը հացից չի կարա զրկվի իր քաղաքական համոզմունքների համար։ Ինքը ազատ մարդ է։ Իսկ եթե մեկը ուրիշի մոտ է աշխատում, օրը 12-16 ժամ, ստրուկի նման, ապա այդ մարդուն ընտրելու իրավունք մի տուր։ Պատկերացրեցիք, ոնց որ ի սկզբանե օրինակ ստրուկները ընտրելու իրավունք չեն ունեցել, որտեղ պարզ չի ում ընտրի ստրուկը, իր ստրկատիրոջն է գնալու ընտրի։ Ի սկզբանե, այսինքն երբ որ կասեք, հարգելի իրավաբաններ, երբ որ կասեք, որ այ գիտես այնպես դեմոկրատիա չի եղել, ընտրել են միայն հարուստներն ու ազատները ու չգիտեմ ովքեր, հենց միայն նրանք ունեին խղճի եւ համոզմունքների ներքին ազատություն, դրա համար էլ նրանք են ընտրել, որտեղ մյուսները չունեին խղճի եւ համոզմունքների ներքին ազատություն, կամ մեծ հաշվով չունեին։ Մյուսներին ընտրության իրավունք տալ նշանակում էր ընտրակեղծիքների համար ահռելի մեծ դուռ բացել։ Ահա թե ինչու ի սկզբանե թույլ չեն տվել, որպեսզի բոլորը ընտրեն։ Այլ ասել են միայն այն մարդիկ, ովքեր երկրին հարկ են վճարում, երկրի համար կռիվ են տալիս։ Միայն այդ մարդիկ, ովքեր ազատ են,
ովքեր ֆիզիկապես կարան իրանց գլուխը պահեն եւ իրենց հացն ու ջուրը կախված չի մեկ ուրիշի օգտին հանդես գալուց կամ չգալուց։ Ահա այսպես է իհարկե քվեարկություններն եղել 250 տարի առաջ եղած Ամերիկայում։ Բայց նրանց սահմանադրությունը մի սահմանադրություն էր, որի դրույթները հսկվել են, գնահատվել են եւ նախ եւ առաջ ընդունելի են եղել պետությունների կողմից։ Քաղաքացուն ներկայացնող, քաղաքացու շահերը ներկայացնող առանձին պետության կողմից 13 տարբեր states պետություններ, որոնք հետո դառան նահանգ։ Մեր լեզվով կոչվում են նահանգ։ Եթե միացած չլինեին, մնային տենց իրարից բաժան, եսվարդությամբ նրանք կոչվելու էին պետություններ։ Ոնց որ Եվրամիությունն է։ Սկզբում ապրել են Եվրամիության նման։ Հետո որոշել են այդ Եվրամիությունը կամ Ամերիկյան միությունը դարձնել մի ամբողջական պետություն, ֆեդերացիա։ Ու կոնֆեդերացիան, այսինքն կարելի ասել, դարձել է ֆեդերացիա։ Եվրամիությունը ոնց որ մի օր դառնա մի հատ մեծ պետություն։ Մի նախագահով։ Ահա այդպիսին է եղել այդ սահմանադրությունը, ահա թե ինչու դա աշխարհի լավագույն սահմանադրությունն է, որ եղել է մինչև այսօր։ Որտեղ դրա որակի վերահսկողությանը հետևել են 13 տարբեր պետություններ, ու այդ 13 տարբեր պետություններ իրենց դաբրոն են տվել, որ այդ սահմանադրությունը լինի այդպիսին եւ ոչ այլ կերպ։ Իսկ նրանց պատվերը կատարել են բացառիկ տաղանդի գիտելիքի, ես կուզեի նաև ասել մարդկային հանճարի տեր, բացառիկ անձնավորություններ, որոնց անվանում են հիմնադիր հայրեր։ Ավելի լավը չի եղել ու մինչև այսօր չկա։ Եվ հարգելի իրավաբաններ, եթե ձեզ թվում է, թե դա իմ անձնական սիմպաթիան է, ոչ, դա իմ գիտելիքն է։ Հուսամ այսօր ձեր գիտելիքը մի փոքր ավելի աճեց եւ դուք էլ կամաց կհասկանաք, որ չիմանալ Միացյալ Նահանգների սահմանադրության կառավարման համակարգի մարդու իրավունքների գաղափարախոսության խորքային դրույթները, հիմնադրույթները չիմանալ ու որևիցե մի երկրում դեմոկրատիայի, ազատության, ինքնիշխանության, արդյունավետ կառավարման խոսել, դա ուղղակի թերի է։ Եղավ։ Ուղղակի թերի է։ Ինչպես չիմանալ հին Հունաստան, հին Հունաստանի կառավարման համակարգեր ու խոսել քաղաքականությունից, երբ որ այդ քաղաք բառը եկել է հենց հին Հունաստանից, այդ պոլիտիկան եկել է պոլիտիայից կամ պոլիտեայից, չիմանալ պոլիտեա ու խոսալ քաղաքականությունից, դա շատ թերի է։ Ինչքան էլ լինեք տենց հայրենասեր։ Գյուրոսը մարդու իրավունքների մասին խոսել է կամ գրել է ավելի ճիշտ, հրամայել է ավելի շուտ, եթե չեմ սխալվում, ավելի շուտ Գյուրոսը, Իրանի նախագահ, Իրանի թագավոր, ՄԹԱ 5-6-րդ դար, եթե չեմ սխալվում։ Դրանից հետո են հույները գալիս, բայց քաղաքական իրավունքների մասով հույներն ավելի շուտ են, ոչ թե ընդհանուր մարդու իրավունքների, այլ քաղաքական իրավունքների մասով։ Ավելին ասեմ, հարգելի քաղաքագետներ եւ իրավաբաններ, դուք միջև հիմա քաղաքացիական իրավունքներ եք ասում մի բանին, որը իրականում պետք է լինի քաղաքական իրավունքներ։ Այսինքն դուք մարդու իրավունքներին ասում եք քաղաքացիական իրավունքներ, իսկ քաղաքացու իրավունքներին չգիտեմ ինչ եք ասում, երբ որ քաղաքացու իրավունքները դա քաղաքական իրավունքներն են։ Ու դրանք լրիվ տարբեր բաներ են։ Այսինքն քաղաքական իրավունքները պետք է լինեն քաղաքացիական իրավունքներ, ոչ թե մարդու իրավունքները։ Տարբերությունն ասեմ, իրավունքներ կան, որոնք հնդիկը Հայաստանում օժտված է այդ իրավունքներով։ Թեև Հայաստանի Հանրապետության քաղաքացի չի։ Դրա անունը դրել է քաղաքացիական իրավունքներ։ Այն դեպքում, որ հնդիկը ասում են քաղաքացի չի։ Բայց այդ իրավունքներն ունի։
Բայց դրա անունը քաղաքացիական իրավունք է։ Հասկանում եք ինչքան են թեմայից կդրված այս մարդիկ։ Ներողություն, եթե ինչ-որ մեկին նեղացնում եմ։ Եվ շնորհակալություն հայտնեք, որ նեղացնում եմ այսքան, ոչ թե այնքան, որքան որ դուք արժանի եք, որ ես խոսեմ ու ներկայացնեմ։ Իսկ իսկական քաղաքական իրավունքները, որը ոչ տված է բացառապես քաղաքացի։ Այդքան էլ չի խոսվում, այդքան էլ ձեռ չի տալի։ Թերևս այսքանը։ Սովորեք ԱՄՆ սահմանադրություն։ Դրանից բացի ինչ էլ դուք սովորեք ու իմանաք, թերի է, թերի միջնակարգ է, թերի բարձրագույն է, թերի ակադեմիական է, թերի է, այ ընկեր։ Ու ես դա ճաշակով չեմ ասում, ես նոր ներկայացրեցի, որ երկրորդ երկիրը չի եղել, որի սահմանադրությունը գրելուց 13 պետություն կոնտրոլ անի, թե դա ոնց է գրվում։ Ինքը միանա դրան թե չէ, 13 անկախ պետություն, որը նոր պատերազմով անկախացել է Բրիտանիայից։ Դե եթե նույնիսկ օրինակ Եվրամիությունն ընդունենք, որ այսպիսի կարա լինի այսպիսի, մի օր դառնա պետություն, ֆեդերալ, ապա չկան այդ հիմնադիր հայրերը, որոնք պատերազմի թոհուբոհով անցած, փիլիսոփայությունը ծերից ծեր ուսումնասիրեց, Հունաստանի Հռոմի օրինակները աչքերի առաջ ունեցած ռեսպուբլիկան, իրանք իրանց երկրին ռեսպուբլիկա էին ասում, ռեսպուբլիկա կերտող, այդ հիմնադիր հայրերը չկան աշխարհում։ Հիմա արժի նրանց արած աշխատանքը ուսումնասիրել, պարոնայք եւ տիկնայք։ Թերևս այսքանը, կներեք երկարացնել եմ, շնորհակալություն ուշադրության համար, ցտեսություն։